Նոյեմբերի 2-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը։ Մատվիենկոյի հետ 3 եւ այսօր հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խորհրդանական խմբակցությունների ղեկավարները։ Վերջինների հետ հանդիպման ժամանակ էլ Լևոն Զուրաբյանը Դաշնային խորհրդի նախագահին հարց տալու իրավունք է ստացել եւ մինչեւ իր հարց տալը մեջբերում է կատարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունները պետք է ինքնանպատակ չլինեն եւ դրանք պետք է անել ըստ անհրաժեշտության։ Если бы я считал, что тоталитарная или авторитарная система является для нас наиболее предпочтительной, то я бы просто изменил Конституцию. Как вы понимаете, это было легко сделать. Это же не требует даже какого-то всенародного голосования. Это достаточно было провести это решение в парламенте, где у нас было больше 300 голосов. Զուրաբյանը Դաշնային խորհրդի նախագահին առաջարկել է հորդորել Հայաստանի իշխանություններին նույն խնամքը ցուցաբերել սահմանադրության վերաբերյալ, ինչպես անում է Ռուսաստանը։ Այլ կերպ ասած, Զուրաբյանն առաջարկել է հորդորել Հայաստանի իշխանություններին հրաժարվել սահմանադրական փոփոխություններից։ Ի պատասխան Մատվիենկոն ասել է, Հայաստանը ինքնիշխան պետություն է, որտեղ որոշումները կայացվում են այդ ինքնիշխան պետության եւ նրա ժողովրդի կողմից։ Իրենք նման խորհուրդներ չեն տալիս։ Այսօր առավելապես տպագիր մամուլն էր անդրադարձել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարի այս հայտարարությանը։ Խորհրդային այլախոք աղբանտարկյալ եւ Գերագույն խորհրդի падգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ Հայաստանում թե իշխանությունը, թե ընդդիմությունը նման հանդիպումներում ցույց են տալիս իրենց հպատակության աստիճանը։ Տիկինը բան է վերել աբորիգենների համար բիժուտերիա է բերել, ուլունքներ է բերել եւ տեսչական այց է, եկել է մերոնք էլ որպես իսկական տեղաբնիկներ ցուցադրում են իրենց հպատակության աստիճանը, ներկայանում են, թե ինչ չափով են, անկախ նրանից դա իշխանություն է, թե ընդդիմություն է, սրանք նրանց համար աբորիգեն են, պայմանական է, այսօր սա է ընդդիմություն, վաղը նա կլինի։ Դիտարկմանը, թե ինչպես կարող է մի քաղաքական ուժ, որը նման ճակերտավոր խնդրանքով կասկածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը, պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ եւ ակնկալել ժողովրդի վստահությունն ու քվեն, Արշակյանն ասաց, իրենց ասվել է դեմ լինել փոփոխություններին, ոչ են ասում առանց բացատրելու թե ինչու։ Նրանց հանձնարարված է ոչ ասել, ասում են ոչ։ Եթե նրանց հանձնարարվեր ասել այո, նրանք մի քանի հատ այո կասեին, անընդհատ բան կանեին։ Մեր տներում կշրջեին, մեր տներում փողոցներում բակերը դուրս կգային, կասեին այո ասեք, դա լավ բան է։ Ինչ հանձնարարություն է ստացել, նա էլ անում են։ Եվ վարքագիծը նվաստացած մարդկանց դրանք ընդհանրապես պետք է այդպիսի վարքագծով կամ այդպիսի գործ անող մարդիկ պետք է ծպտվեին, մութ տեղում դիմակներով պետք է հանդես գային, ազգանունները պետք է թաքցնեին, որ մենք չիմանանք ովքեր են այդքան նվաստանում։ Քաղաքացիական գիտակցություն հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի խոսքով Լևոն Զուրաբյանը որպես անհատ մնացել է 90-ականների մամուլի խոսնակի մակարդակին։ Որպես անհատ Լևոն Զուրաբյանն իրականում մնացել է դեռևս 90-ականների մամուլի խոսնակի մակարդակի, որպես երևույթ, որպես ընդդիմադիր դաշտի երևույթ։ Երբ որ մենք ասում ենք, որ ընդդիմադիր դաշտն այսօր կոլապսային իրավիճակում է, հենց դա նկատի ունենք։ Գոյություն չունի քաղաքական գիտակցություն, ըստ էության, ոչ թե քաղաքացիական, այլ քաղաքական։ Պետության սուվերենության, ինքնիշխանության զգացում, ուր մեկ այլ երկրում, նորմալ երկրում նման բան տեղի ունենար, միանգամից հասարակության կողմից կմերժվեր։ Ոչ միայն հասարակության, նույնիսկ հնարավոր քրեական ինչ-որ պատասխանատվության կանչելու խնդիրներ առաջանային։ Նրանք հասարակության կողմից հիմա վաղուց են մերժվել։ Հասարակական կազմակերպության նախագահը ցավալի համարեց, որ սահմանադրական փոփոխությունների ոչի շարժումը ներկայացնում է այս ուժը, քանի որ նրանց ներկայացրած ոչը ինքնաբերաբար այո է դարձնում իրական ոչը։ Ցավալի է, որ ոչը ներկայացնում են այդ ուժերը, որովհետև նրանց ներկայացրած ոչը ինքնաբերաբար այո է դարձնում այն մարդկանց ոչը, որոնք որ ընդհանրապես նրանց նկատմամբ որևէ հույս ոչ քաղոշում են քաղաքական, այլ նրանց ասածներով այդ ամբողջությամբ փոխում են, ձևափոխում, նենգափոխում են այդ ոչի գաղափարը։ Սամսոնյանը համոզված է, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո այս ուժերը կտեսնեն հասարակության կողմից իրական գնահատականը եւ իրենց մարգինալությունը վերջնականորեն կհաստատվի։ Ես ասել եմ եւ եւս մեկ անգամ կարող եմ պնդել, լինելու է դեկտեմբերի 6-ից հետո, երբ որ այդ ուժերը կտեսնեն իրենց իրական գնահատականը հասարակության կողմից եւ իրենց մարգինալությունը վերջնականորեն կհաստատվի, կհիմնավորվի այդ հանրության կողմից նմանատիպ արհամարանքով։
Քրիստինա Աղալարյան, Վազգեն Համբարձումյան, Առաջին լրատվական։